Դեպի կամերաները նայեք էլի։ Խնդրում եմ ներկայացեք ու պարզաբանեք ունեն եւ արդյոք միայն ՄԱԿ-ի գրասենյակին է ուղղելու ձեր հորդորը զբաղվել ձեր նշած կառույցը ապահովելու այդ հանրահավաքները ձեր պատկերացմամբ Ես Տարոն Ղազարյանն եմ, Դաշնակցության Նիկոլ Աղաբելյան ուսանողական միության Վահան Հովհաննիսյան ազգային քաղաքական դպրոցի պատասխանատու։ Տեսեք, մենք պարբերաբար արդեն տարիներ շարունակ 2 տարուց ավել ինչ մեր հայրենակիցները պատանդարության մեջ են, հետևականորեն հետապնդում ենք հարցը, խնդիրը, եթե նկատել եք, սա մեր առաջին ակցիաներից չէ, բազմաթիվ ակցիաներ ենք իրականացրել այս ընթացքում եւ մեր պահանջը իհարկե միայն ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակին եւ մասնավորապես ՄԱԿ-ին ուղղված չէ, բոլոր այն միջազգային կազմակերպություններին, որոնք որ ունեն հանձնառություն։ Ակցիաներ տեղի են ունեցել այլ կազմակերպությունների ներկայացությունների առջև եւ հավանաբար կրկին տեղի կունենան։ Սրանք կազմակերպություններ են, ովքեր որ իրոք ունեն հանձնառություն, ովքեր որ ամեն առիթով խոսում են մարդու իրավունքների պաշտպանություններից, հիմնարար ազատություններից եւ կարծում եմ, որ ունեն բազմաթիվ լծակներ, որոնցով որ կարող են ճնշումներ բանեցնել Բաքվի վրա։ Պարոն Ղազարյան, տեսեք, դուք ճնշումներից խոսացիք, բայց օրինակ Ադրբեջանը այսպես մի ժեստային քայլ արեց, փակեց իր երկրում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության գրասենյակը։ Դրանով ուզում էր ասել, որ ես իմ վերաբերմունքը թե ինչպիսին է ցանկացած այն միջազգային կազմակերպության նկատմամբ, որը կփորձի իմ նկատմամբ ճնշում գործադրել կամ ինչ-որ բան պարտադրել։ Հիմա դուք ՄԱԿ-ից պահանջում եք, որ նա ճնշում գործադրի։ Չեք կարծում, որ մի տեսակ իմաստ չունի։ Ադրբեջանի այս տեսակ գործունեությունը հենց սադրանք է միջազգային իրավունքի նկատմամբ։ Ադրբեջանը փոքր պետություն է մեծ աշխարհում եւ կարծում եմ, որ այդպիսի լկտիություններ, վայրագություններ իրեն կարողանում է թույլ տալ միայն անպատճառով, որ չկա իր վրա էական տեսանելի ճնշում։ Այսինքն միջազգային կազմակերպությունները, այլ երկրները հումանիտար մարդասիրական իրավունքի ներկայացությունները շարժվում են բացառապես կոչերով, հայտարարություններով, այսինքն իրական պարտադրանք չկա Բաքվի վրա։ Կարծում եմ իրական պարտադրանք լինելու պարագայում առնվազն այսչափ լկտիություն Ալիևը իրեն չի կարող թույլ տալ։ Դուք հայտարարության մեջ նշել եք, որ ուզում եք ուշադրություն սևեռել գերիների խնդրին։ Կարծում եք, որ երկրում իրենց իշխանությունների այդ հարցի շուրջ ուշադրության պակաս կա, ուշադրության սևեռման խնդիր կա, հաշվի առնելով, որ օրինակ ԱՏԲ-ը հայտարարում է, որ վերջինս հայտարարել է, չեն ուզում անուն նշել, որ ուղղաչեր էին ուղարկել, թող նստեին գային։ Եթե անուն նշեք, չեմ էլ կարծում, որ ես կամ մեր հանրության լայն շերտեր կճանաչեին։ Ամեն պարագայում ես կարծում եմ, որ ոչ միայն հայաստանյան իշխանությունները անտարբեր են այս հարցի առնչությամբ, նաև տեսանելի նպաստ են բերում մեր հայրենակիցների Բաքվի բանտերում շարունակական պահմանը։ Այսինքն պարզ օրինակ Վաշինգտոնում տեղի ունեցած Նիկոլ Փաշինյան, Իլհամ Ալիև, Թրամփ այդ բանակցություններից, երբ որ Թրամփը փորձում էր առաջ քաշել հայ ռազմագերիների հարցը ու Նիկոլ Փաշինյանը խոչընդոտեց դրան, սահմանափակեց այդ հարցը, այո, ես ունեմ տպավորությունը, որ Հայաստանի իշխանությունները փորձում են ամեն բան անել, առնվազն, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որը նորից եմ նշում, իր կարգավիճակից բխող գործունեություն է իրականացրել եւ մեկ օր անգամ մեր հայրենակիցներին մենակ չի թողել, Նիկոլ Փաշինյանը ջանքեր է գործադրում, որ նրանք այո պահվեն Բաքվի բանտերում։ Դուք նշեցիք, որ ինչ չեն անում իշխանությունները, իսկ ինչ պետք է անեն, ինչ գործող մեխանիզմներ պետք է, որոնք հարցին լուծում տան, բացի այն, ինչ արդեն նշեցիք, օրինակ միգուցե Թրամփի հետ բանակցությունների շրջանակում պետք է անմիջապես հարցով զբաղվել։ Կամ այո, այդ հռչակագրի մեջ օրինակ կարելի է ներառել նաև ռազմագերիների վերադարձ։
Այո, կարելի է ներառել, կարելի է ոչ միայն միջազգային կազմակերպությունների, այլև խոշոր միջազգային հարաբերություններում դերակատար պետությունների հետ շփումներում պարզապես բարձրացնել այս հարցերը եւ ինչպես Ադրբեջանը նաեւ իր գործընկեր Թուրքիան միշտ հարաբերությունների այս ճակերտավոր կարգավորման խնդրում բազմաթիվ նախապայմաններ են առաջ քաշում, առնվազն մեր մեկ ու փոքր նախապայմանը կարող է լինել սա ռազմագերիների ազատ արձակումը, որը որ կարծում եմ, որ քանի նրանք Բաքվի բանտերում են գտնվում, իրական խաղաղություն չի կարող լինել։ Եթե ունես դու պատանդարված քաղաքացիներ քո թշնամի երկրում, ապա սա արդեն ակնհայտ է դարձնում, որ խաղաղության գործընթացը ամբողջովին կեղծ է։ Նամակի բովանդակությունը նա էր, ինչ որ մենք ես եւ իմ ընկերները խոսեցինք մեր ելույթներից, պահանջում ենք հետեւական ուշադրություն, պահանջում ենք գործուն մեխանիզմներ ձեռնարկել, ճնշումներ բանեցնել Բաքվի վրա, նաեւ ապահովել միջազգային կազմակերպությունների անխոչնդոտ մուտք Բաքվի բանտեր եւ այլն, ինչ որ նշեցինք մեր շեշտադրումներում։ Ներկայացնում Ալբերտ Օհանյան, ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական միությունների անդամ։ Անուն ազգանուն է։ Օհանյան Ալբերտ։ Սա իմ նպատակը է անձնական ընկալում։ Ինչքանով եք